Ողջույն սիրելի հանդիսատես, ողջույն սիրելի հեռուստադիտող, դուք արդեն արտացել եք, միացրել եք հեռուստացույցը, դիտում եք առաջին ալիքը, դուք կատարել եք ճիշտ ընտրություն, եթերում համեղ մենամարտն է, դες է Տարաղազարյանն է։ Հաշված րոպեներ հետո մեր տաղավարում կվառվեն բոլոր գազօջախները, կեռան թեյնիկները, կմիանան հարիչները ու կսկսի հերթական համեղ մենամարտը, որը վստահ եմ կունենա համեղ ավարտ։ Այսօրվա մեր հերոսները անհիշելի ժամանակներից հեռուստատեսությունում են, նրանք անցել են բոլոր ռուբիկոնները, հաղթահարել են բոլոր բացուփակ նախագծերը։ Եվ այսպես դիմավորեք հաղորդավար Հրաչ Մուրադյան։ Ողջույն, ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում ես, լավ ես։ Շնորհակալ եմ, ես էլ ուրախ եմ, որ Օվկիանոսը կտրել ես այստեղ հանդիպելու համար։ Իհարկե լավ եմ, ոնց կարող եմ տեսնեմ այսքան ջեր մարդկանց ու չլինեմ ողջույն։ Եվ այսպես դիմավորում ենք մեր հաջորդ հերոսին, ով մենամարտելու է Հրաչ Մուրադյանի հետ։ Նա բարի բուն իմաստով է մենամարտելու ինձ հետ ասեմ Պատրաստ ես։ Ես գիտեմ, որ շատ մարտական է տրամադրված, այո։ Ինչ արած։ Դերասան Արսեն Գրիգորյան։ Արսենը տաղավարում միանգամից հայտնվում է այսպես ստերիլ և պատրաստված, բառիս բուն իմաստով։ Շատ ուրախ եմ Արսեն ջան։ Դե ինչ, առաջարկում եմ չհապաղել և միանգամից գրավել ձեր տեղերը։ Անցեք խոհանոց ու դիրքավորվեք, ես ուզում եմ ծանոթացնեմ մեր հաղորդման կանոններին։ Ձեզ տրամադրել ենք մթերք, որը չի անցնում 5000 դրամի սահմանը։ Այս մթերքը օգտագործելով դուք 20 րոպե անց մեզ պետք է ներկայացնեք 3 կերակրատեսակ՝ տաք, նախուտեստ և աղանդեր։ Մասնակիցներին այսօր տրամադրվել է տավարի լյարդ 250 գրամ, թթվասեր 200 գրամ, ընկույզ 50 գրամ, եգիպտացորեն 100 գրամ, մայոնեզ 100 գրամ, 1000, ծիծակ 1 հատ, բանան 1 հատ, կիտրոն 1 հատ, սոխ և սխտոր։ Ինչ երկար անհաղթահարելի ճանապարհ են անցնում երկու տաղանդավոր հեռուստա անհատները և Հրաչը հաղթեց։ Լյարդը մենք այսօր կարծում եմ կանցկացրենք բլենդերով, այսինքն կհարենք և կոտլետի այո, կոտլետի ու այսպես ալադիների որոշակի նմանության բան կստանանք։ Եղավ։ Նախուտեստ կամ աղցան։ Բանանն ուղղակի կուտենք։ Լավ, խնդրեմ, նախուտեստ աղցան։ 1000-ը իհարկե մենք ոչ միայն կպատրաստենք, կոնկրետ ձև կպատրաստենք, որովհետև քացախով կհամեմենք ու չենք կտրատի, այլ կպատառոտենք դա։ Եվ դեսերտ աղանդեր։ Իսկ բանանը մենք մի քիչ ավելի կքաղցրացնենք, ենթադրում եմ, և կմոտեցնենք բանանա շոկոլադային, այսպես բույրին, այո։ Լավ, այժմ խնդրում եմ բժիշկ Գրիգորյան, խնդրում եմ ներկայացնեք, թե ինչ վիրահատություն է տեղի ունենալու։ Ես լյարդը կշերտավորեմ, կտապակեմ ինձ թվում է, քանի որ այնտեղ լյարդի փուստան արդեն ունենք, ես կառաջարկեմ տապակած լյարդ, կտժժացնես, համեմունքներով սոյակ օգտագործեմ անպայման, չինական լյարդ, մոտավորապես չինական լյարդ, երկրորդ կերակրատեսակ, նախուտեստ կամ 1000-ը հասկանում եմ, որ բանը վճարման փոխարեն է, որ եկել ես 1000-ով, մի քանի 1000-ով վերել եմ։ Մոտավորապես 1000 այդպես կօգտագործեմ, բայց ես նաև մի խնդրանք ունեմ, մի րոպե տեսնեմ այստեղ կարտը, ինձ ձուել է, всё։ Կտրամադրենք քեզ մեր հարուստ խոհանոցից քանի հատ։ Ներողություն ընկերներ, քանի որ այստեղ արդեն այլ բաներ են, պարունակություններ են գալիս մեր մենյու։ Եթե կարելի է ինձ էլ մի սոխ տրամադրեք։ Կտրամադրենք։ Շնորհակալ եմ։ 3, 2, 1 ժամանակ։ Ասեմ, որ Լյարդը քանի որ ինձ արդեն տեղեկացրեցին, որ այդ շերտը վրայի, որը պետք է անպայման հանել, հանված է և լվացված է մաքուր։ Ձեր փոխարեն առավոտվա ժամը 7-ից այդ ամեն ինչը ես արել եմ։ Շնորհակալ եմ Արա ջան, վաղ արթնանալը ճիշտ բան է։ Հատկապես երբ պետք է մշակես տավարի լյարդը,
Հրաչ Մուրադյանի եւ Արսեն Գրիգորյանի համար։ Արսենի համար հատկապես ինձ թվում է։ Այո։ Ես պատրաստ եմ ձեզ օգնել։ Իմ խոհարարական տաղանդները անսահման են, խնդրում եմ դիմեք, մի ամաչեք, դրանից հաստատ ձեր միավորները չեն իջնի։ Արա ջան, ես նույնիսկ եթե կանոնները թույլ տային, մեծ հաճույքով կզիջեի իմ ամբողջ պարտականությունները։ Ինձ թվում էր հիմնականում կանայք են խոհանոցում շատ խոսում, բայց բարձրում է որ։ Ինչպես է։ Հրաշալի։ Խոսում են բոլորը նրանք, ում դրա համար շատ վճարում են, Արսեն ջան։ Այրդ։ Ինչով ես զբաղված այս օրերին։ Այս օրերին ինչով եմ զբաղված։ Ստեղծագործական բնականաբար։ Ստեղծագործական։ Թե գիշերը, թե մնացած ժամերին էական չի, հա։ Մենք մոտավորապես հասկացանք, որովհետև ընկերդ Հրաչը արդեն ասեց մոտավորապես Իլուր Աշխարհի, թե ես ինչով կարող եմ զբաղված լինել այդ ժամերին, բայց քանի որ ես ստեղծագործող ոգի եմ, այդ ամեն ինչի ընթացքում զբաղվում եմ նաև ստեղծագործելով։ Անդադար։ Խնայիր քեզ մի քիչ։ Խնդրում եմ։ Դու դեռ մեզ պետք ես։ Շնորհակալություն։ Ինչ անեմ քեզ որ խնդրեմ այնտեղ այն ապակյա տարայից ինձ մի հատ։ Մեծը փոքրը։ Մի քիչ ավելի միջինը, ահա։ Միջինը։ Քեզ ձու էր հարկավոր, կարող եմ Այո, ինձ հարել, կարող եմ կոտրել, կարող եմ։ Չէ, ես կանեմ այդ ամեն ինչը։ Դու տես հրաչը հանկարծամահ չլինի։ Երկար հրաչ որ երկար չի խոսում, ուրեմն մի բան են չի։ Արժան, եթե հրաչը չի խոսում, ուրեմն հոնորարի ուշացում։ Դու էլ ես ստեղծագործում անդադար։ Շաբաթը 5 օր միանշանակ։ Երեկոյան ժամերին։ Իհարկե։ Բայց ստեղծագործելու հետ միասին նաև հեռուստատեղի մոտեցի տպավորությունն է, որ դու անընդհատ զբաղված ես ինչ-որ սոցիալական հարցեր, խնդիրներ լուծելով, մարդկանց դարդ ու ցավը լսելով։ Դա տպավորություն չի, դա իմ հեռուստատեսային եւ մարդկային գործունեության գնահատականն է ուղղակի։ Այսինքն եթե մարդիկ տեսնում են, որ այո, ես շաբաթվա սկիզբը անցկացնում եմ տաղավարային նկարահանումներով եւ մյուսներն արդեն այդ տաղավարային նկարահանումների հաջող արդյունքները գրանցելով, իհարկե պիտի հեռուստադիտողը ֆիքսի։ Իսկ որ գալիս են հյուր, ասենք, թարմ մածուն, անարատ կաթ, մեղր, բերում են նման ուտելիքներ։ Այո, եւ չգիտեմ, ասեմ մի ուրախություն ինձ թե դժբախտություն, ես հասցրել եմ մի քանի տեղ պատմել, թե ինչ գաստրոնոմիկ ճաշակ ունեմ ես եւ ինչ եմ առհասարակ սիրում։ Այսինքն ինքս ինչ է սիրում, մարդիկ արդեն պոտենցիալ հյուրերին դու այսպես լսեցրել ես, նոմյոկ ես արել, որ գալուց ինչ բերեն հատկապես։ Ну, կարելի է նաև այդպես ասել, բայց սա չընկալեք հանկարծ կաշառք, դա ընկալեք ուղղակի շնորհակալություն։ Եթե օգտագործում ես անձնական շահերի համար։ Կարելի է նաև այդպես ասել, որովհետև անձնական շահից դրդված է յուրաքանչյուրն անում։ Իմ հոգուն հանգստություն դա տալիս է, ստամոքսին էլ քաղցի զգացողությունն է ուղղակիորեն։ Այ բոլոր կաշառակերները նման արդարացումներ են գտնում, չէ՞ Արսեն։ Այդ եմ ասում։ Դու Հայաստանում եք։ Իսկ քո խեղճ ու կրակ Կամիլը ոչ մի օգնություն չի ստանում, նրան գյուղերից ոչ մի մտերք չեն բերում, շատ ներքնազգեստ բերեն։ Չէ, Կամիլի մոտ այնքան լավ ամեն ինչ, որ պետք չի ոչ մի Այ Կամիլ։ Ասեմ քեզ, որ դու կարող ես այսօր գալ Կամիլի հետ եւ այս ընթացքում գոնե ինչ-որ բան կաներ, գազը կմիացներ, տաներդ կմաքրեր, թե ինքը գործանող չի։ Չէ, ոնց գործանող չի, շատ գործանող է, ուղղակի այսօր հանգստանում է, այսինքն այս վերջերս հանգստացել է ինչ-որ, ինչ հապատահել է։ Ես կասեի չափից շատ է հանգստացել։ Չափից շատ։ Դե հա։ Ժամանակն է նրան անհանգստացնել, Արսեն։ Ժամանակն է նրան անհանգստացնել։ Ինչ է կատարվում քո խոհանոցում, ես մի րոպե։ Սխտոր եմ լցրել այստեղ։ Լավ է արել հետո։ Ինձ հարկավոր է սև պղպեղ, բաստուրման դնենք լյարդում, որ համով լինի։ Ես վառեցի գազոջախը։ Մերսի, շնորհակալություն։ Ես կօգտագործեմ զեյթունի ձեթ ու բոլորին խորհուրդ եմ տալիս կիրառել զեյթունի ձեթ, որովհետև շատ առողջարար է, շատ։ Խորհուրդներ Արսեն Գրիգորյանից։ Միանգամից երևում է, որ դու վերջերս մենակ ես ապրում ու ինքդ հոգում ես քո ստամոքսի խնդիրները։ Ու բաց չես հոգում։ Բաց չեմ հոգում, չէ՞, ոնց որ լավ պահպանվել։ Ինչ ես պատրաստում քո համար։ Մի վարքյան։ Այստեղ արդեն տաքանում է։
Լավ է որ Ես տակ։ քո փոխարեն ինչ ես պատրաստում, քեզ կարծում շատ կլինի։ Տանը։ Հա։ Հիմնականում տանը չեմ հասցնում ինչ-որ բան պատրաստել, բայց ավելի շատ որ այդ պահին ինչ կա, դրանից սենց։ Մոտ 5000 դրամի առևտուր եմ անում։ Այսինքն անընդհատ բավարարում ես։ Ինչ կարող եմ անել։ Այսինքն այս վիճակը քեզ համար Ես Արսենի խորհուրդը ընդունում եմ, ի դեպ։ Դու անընդհատ ստեղծագործում ես չանցներով 5000 Ձիթայուղ ենք օգտագործում։ Ուզում հասկանամ ինչ է խոսում։ Արդեն դե դժվար է հասկանում ես, այդ հաջողություններին դիմանալը դժվար է, որ Իհարկե, կա ինչ-որ էտապ, երբ մարդը հոգնում է հաջողություններից։ այո։ Իսկ մոտավորապես հիշում ես, քանի տարի եք ճանաչում իրար։ Երբ նա եկավ հեռուստատեսություն, դու արդեն հեռուստատեսությունում էիր, թե դա շատ կարևոր դարակազմիկ հարց է, որտեղ ուզում հասկանալ, ում ոտքն է առաջինը եղել հանրային հեռուստատեսությունում։ Հրաչը եկավ, քաստինգը անցավ, ասացինք ոչինչ, նորմալ է, կարող է լինել։ Հրաչ, Ես գիտես, Զգացինք, որ- անկեղծ ասած ձեզ չէի լսում, որևէ բան Զգացինք, չեմ որ մեծ լսել։ ապագա է Նա- սպասվում իրան։ Ես հասկանում եմ, որ Արսենը դեռ ինքնականում է, ես խնդիր չունեմ, Արժան, դու կարող ես իմ անվան շուրջ եւս ռեյտինգ ստեղծել, որովհետեւ դու առաջինը չես մեր հանրապետությունում։ նման բարի հաղորդում, ասեմ, մեր մոտ շատ հազվադեպ է ստացվում։ Հա? Բարություն է հորդում երկու խոհանոցներից։ Գիտես շատ դժվար է։ Նա նշեց, երբ դու հարում էիր հարիչով եւ այստեղ Ես մի քիչ ալյուր տրժոց էր, որ առաջինը նա է մտել հանրային հեռուստատեսություն, ընդունվել է աշխատանքի եւ ասեմ ավելին, նա է մասնակցել կաստինգին եւ տվել է իր դոբրոն, որ քեզ վերցնեն աշխատանքի։ Արդյոք դա համապատասխանում է։ Անկեղծ ասած առաջին անգամ եմ լսում այդ ինֆորմացիան, բայց եթե նույնիսկ եղել է, գտալ գտնել, գդալ։ խնդրեմ, իմ մոտ գդալներ կան, կարող ես վերցնել Արսեն ջան։ Միայն քեզ համար։ Այստեղ ավելի հեշտ է դուրս գալիս։ Մի հատ փոքրերն էլ տալ, պետք կգա։ Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում դա եւ ինչ վերաբերում է քասթինգին։ Փաստորեն Արսենը որպես որոշող անձ այնքան աննշմարելի է եղել, որ դու չես էլ հիշում, նա արդյոք նստած է որոշում կայացնողների շարքում, թե ոչ։ Արսենը եթե ինչ-որ ֆանտազիայի է այսօր որոշակի դիմել, որովհետև իմ հիշողությունը ինձ երբեք չի դավաճանում, իսկ իմ հիշողությամբ հանրային հեռուստատեսություն գալու առաջարկը եղել է Հրաչ Քեշիշյանի եւ լուսահոգի Տիգրան Նաղդալյանի կողմից եւ Արսեն Գրիգորյաններից որևէ մեկը այդ առաջարկի ժամանակ տեղյակ չի եղել եւ ներկա չի եղել։ Համեմելուց հետո որ դնում եք 10-0։ Իսկ քանի տարի է այսպես լավ ընկերներ եք, բարի։ Գիտես, Արսենին եթե մի քիչ մոտիկից ճանաչես, կհասկանաս, որ Նրան լուր այդքան էլ վատ տղա չի։ լուր վերաբերվել չարժի։ Չէ, ուղղակի Արսենի հումոր ասեմ, թե ինչ ասեմ, դա ուղղակի արդարացում է իրավիճակներում։ Այնպես որ պետք է նրան էլ հասկանալ, որովհետև դժվար մանկություն է տղան ունեցել։ Վարդենիկ յուղում։ Ինչից հիմա հրաժարվում ասեմ քեզ։ Միանգամից Նա կարծում է բնիկ ավանցի է։ Հիշողություններ կապված դառը մանկության հետ։ Վարդենիկ յուղ, սակայն հիմա ներկայանում ես որպես բնիկ ավանցի։ Այ հետաքրքիր է։ Բնիկ ավանցի չեմ։ Վարդենիկից ծնվել եմ տանը։ Նկարը ունեմ նույնիսկ որտեղ որ ծնվել եմ։ Իչև հիմա որ գնում եմ մեծ մաման, տատիկս մենք մեծ մամա ենք ասում։ Պատիտակ սենց ամ Պալեսարի։ Այս տենում ես, այստեղ ես ծնվել։ Ինչ է ցույց տալի այսպես է անում։ Տարածքը։ Հա։ Չէ, ուզում եմ ասել, որ այս վայրում հատուկ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Իսկ այնտեղ ինչ-որ հուշատախտակ բան չեն պակսել, որովհետև չեմ կարծում, որ Վարդենիկը հայտնի է ամենատարբեր Արսեն Գրիգորյաններով ու աստղերով։ Կարծում եմ ժամանակն է, որ հուշատախտակ սովորաբար մեզ մոտ հետմահու են գնահատում։ Դրա համար դեռ ոչինչ չեն փակցրել։ Այնպես որ Հրաչ, երևի թե կլինի մի օր, երբ մենք կայցելենք Վարդենիկ գյուղ հուշատախտակի բացմանը։ Ես հուսով եմ, որ դա չի լինի միայն իմ ու քո ներկայությամբ եւ Արսենի բացակայությամբ։ Մեր ժամանակի համարյա կեսն արդեն անցել է, այնպես որ շտապեք ու խնդրում եմ ընթացքում պատմես, թե ինչ է արել, որտեղ վստահ եմ տնային տնտեսուհիներից շատերը գայթակղված կփորձեն պատրաստել այս քաբաբա կոտլետը։ Դե դժվար ես կարողանամ տնային տնտեսուհիներին կողմնորոշել, թերևս միայն Ինչ ես սիրում։ թերևս միայն առաջին շարքի կանայք է։
եւ մնացածը։ Մի քիչ է տապակենք։ որ հանգիստ մի րոպե ավելի հարմար բան տամ։ Դժվելու։ Շատ լավ։ Խնդրեմ։ Մեր կոտլետա քյուֆտան լյարդով արդեն պատրաստման ընթացքի մեջ է ու ասեմ, որ շատ չենք բերում, չենք ցուցադրում, էժան ռեյտինգ Եվ չենք հավաքում։ ավելորդ այո։ Այո, Ամբիցիաներ չենք բանանում այստեղ։ բայց ամեն դեպքում լուրջ գործողություններ են ծավալվում հրաչի խոհանոցում այս պահին։ Ինձ թվում է արդյունքից կդատենք մենք արդեն ոչ թե 1000-ը դու կտրատելու ես։ Yesterday when I was young Չէ մի քանի հազար տուր հրաչին թող հանգիստ ապրի իրամ։ Կանաչով, չէ։ Կանաչով իհարկե կանաչով։ Ես հիմա լսում եմ, բայց ինչպես հասկանում եք, ուղղակիորեն անհեթեթ լուրերը եւ Facebook-յան դեղին մամուլը, ինչպես մենք տեսնում ենք, հա, մեկնաբանությունների արժանի չէ։ Դու կտրատելու ես, չէ, քանի որ ժամանակը արդեն անողոքաբար անցնում է, ես ում օգնեմ քեզ։ Ուղղակի բարակ, հա, ասեն։ Կտրատեմ բարակ։ Չէ։ Բա, այնտեղ չես կարող։ Ամբողջը ոչ, ամբողջը պետք չի, հա։ Սա թող մնա։ Գիտես ինչ, շատ բարակ չեն, որ ատամի տակ զգաս ինչ ես ուտում, ոչ թե կորի։ Մի հատ արա տեսնեմ ոնց ու ես կշարունակեմ։ Մոտավորապես ասենք Վերջացա, հասկացա։ Հունականի կամ ցեզերի նման։ Ամերիկյան մեծ ամեն ինչից շատ։ Հասկացա, նոմյոկը։ Այո։ Մենք պարբերաբար իրեն շրջում ենք, որպեսզի հավասար ու ամենակարևորը գեղեցիկ գույնով լինի այս ամենը ու շարունակում ենք։ Հրավառություն է, հրավառություն։ 1000-ը մեր դեպքում մենք ամբողջովին չենք օգտագործում։ Ոնց հայրևում, որ ես չեմ վճարել, չէ՞, մթերքի համար ոնց ուզում։ Այ։ Ահա, ձեռքով։ Ճղճղում է, պատառոտում է։ Ես քեզ խնդրում եմ մի րոպե։ Ես չեմ սիրում այս կոթի մասերը, ինձ թվում է շատերը չեն սիրում։ Արսենը սիրում է, մի թափիր, դուր թող ուտի։ Արսյան, մեր սեղանից ձեր սեղանին։ Շնորհակալություն։ Կվայել ես, սա բազադից չի օգտագործելը։ Շնորհակալություն։ Ճիշտ եմ անում, որ աղ եմ անում։ Չէ։ Այստեղ մի հատ էլ էր մնացել կներես, ես էլ տամ քեզ։ Աղը եւ շաքարավազը դրանք սպիտակ մահեր են։ Սպիտակ ավելի հետաքրքիր բաներ կան։ Շաքարավազը քաղցր մահ է։ Քաղցր մահ է։ Այո։ Դա քաղցրը որն է չեմ հասկանում։ Շաքարավազի քաղցրը չես հասկանում։ Մահի։ Ես մոռացա հրաչը ասել էր, որ դա առմանկություն եւ այլն։ Հոտեր, բուրմունքներ են տարածվում։ Ահա։ Մենք սա մի կողմ կդնենք հիմա։ Սա պետք չի։ Ինչ ենք անում։ Ջուրը փակենք։ Էս էլ պետք է։ Հրաչ ինչ ես ուտում։ Մի վարքան։ Ինչ նկատի ունես։ Սոխը Ծամում էի ման նոր։ փոխարեն Ես? կլոր եք անում։ Չէ։ Քանի որ Արսենի խոհանոցի դիրքը մի փոքր բարձր է, ես այստեղից ամեն ինչ տեսնում եմ։ Այ հրաչ, բա քեզ պետք է։ Ես ձետ ընդհանրապես չեմ սիրում, դրա համար մենք օգտագործում ենք անձեռոցիկ, որպեսզի այն ոչ անհրաժեշտ քանակությունը, որը կար ձեթի, կներծծվի եւ մենք կշպրտենք, դեն կնետենք։ Սոխ մաքրեցի եւս մեկ, որը մենք օգտագործելու ենք արդեն աղցանի համար։ Հրաչ, Այո։ ես ուզում եմ քեզ հիշեցնել, որ ուղիղ 20 րոպե առաջ, երբ մենք դիմանոցում էինք, դու անընդհատ ասում էիր, որ խոհանոցային բացարձակ գիտելիքներ ընդհանրապես չկան քեզ մոտ, բացակայում են ակտիվորեն, սակայն ես հիմա էլի բարձր դիրքից հետևելով, քո կոմենտները ու մեկնաբանությունները լսելով հասկանում եմ, որ դու այնտեղ մի փոքր համեստություն էիր խաղում։ Արա ջան, գիտես ոնց, երբ որ դու հայտնվում ես առյուծի վանդակում, դու պիտի կարողանաս Խաղեր տալ։ ինչ անես։ Հիմա ես այդ իրավիճակում եմ ինձ զգում։ Այս ծիծակի հետ եմ Հա, հարում։ ծիծակի հետ։ Ուրեմն առաջին շերտը պատրաստելուց հետո, ճիշտ է, սա ես մտածում էի Մեկնաբանից։ աղանդերին կթողնեմ, բայց թթվասերով պատում եք։ Թթվածնում ենք։ Հա։ Ես Թթվասերով պատում եք։ իմ կոտլետներից մեկ ուղակի կտրատում Որպեսզի հաջորդը, բայց խնդրում եմ, որ նույնանուն ավելացնելու լինի, համար Չափերով։ Հաջորդը դնում եք նրան ու սա հրաշալի սկիզբ է օրը սկսելու համար։ Էներգիան հավաքելով, ամեն ինչով։
Չգիտեմ, թե ինչու իմը տպավորություն է, որ երբ դու մտնում ես խոհանոց ու դուռն ու լուսամուտը փակում ես, միանգամից խոհանոցում հայտնվում է Կամիլը ու բարձր ձայնով սկսում է երգել։ Կամիլը։ Փոքրիկ այսպես մինի մյուզիկլներ, օպերետներ են գրվում ու ստեղծվում այդ խոհանոցում։ Ճիշտ է պատկերացնում։ Հա, նո, եթե գագա տանն ալենում չէ։ Եթե չէ։ Եթե չէ, հա։ Իսկ եթե այսօր գագը տանը չի, պայուսակ երգը։ Ինչ Կամիլի երգալով, բայց ես եմ հազիվ երգում Կամիլը ոնց երգեմ։ Ու վերջ։ Բայց այսօր ինչ-որ շատ համեստի մեջ ես, Արսեն։ Ես համեստ, դուրս եկավ, նստեց վերտալյոտ ու գնաց տուն։ Ինձ թվում է շատ համեղ է, ես ճիշտ ասած լյարդ ես տժվժիկային, այսպես ասած հատ բանը շատ չեմ սիրում, բայց ինձ թվում է արժի պետք։ Արս այդ հարցում գոնե մի բանում իրար հետ կարող էինք որովհետև սխտոր կա, սոյայի համեմունք կա, որը արդեն տվել է, սև պղպեղ կա և սոխնել հետը, որը ոնց որ մի ամբողջություն լինի, այն ինգրիդենտների ինչը որ հարկավոր են։ Շատ չինական տեսք ունի, չէ՞։ Հիմա բանը պետք է սրանից լցնել նաև, էս էլ ավելացնել, այն էլ ավելացնել, բայց չէ, հենց այսպես պարզ, որ հասկանաս ինչ ես ուտելում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր ժամանակը անցնում է անողոքաբար ու ինձ հուշում են, որ շատ քիչ է մնացել։ Երբ տանը Կամիլը մենակ կլինի, ասա թող դարկ խանութից այս թավաներից առնի ու ինչ պատրաստի, մեկ էլ մի բան եմ մոռացել։ գագը կհիանա։ Մի փոքր սրա վրա կարելի է ավելացնել կտրոնի հյութ։ Լիմոն։ Ձևավորիր ձվածեղդ, մաքրի տունդ, ես գնամ տեսնեմ հրաչի Ես անկեղծ ասած չգիտեմ որտեղից ես այս ամեն ինչ չգիտեմ, բայց անում եմ։ Վիզուալ հիշողությունս արտացված է։ Ինձ թվում է անցյալ կյանքում ես խոհարար եմ դու չես զբաղվել սոցիալական խնդիրներով եւ հեռուստատեսությունում լուրջ քայլեր չես այլ եղել ես ինչ-որ ռեստորանի բավական լավ խոհար։ Շնորհակալ եմ։ Դիսկոտեք։ Ես առաջարկում եմ միջև վերջնական կողմնորոշվելը, թե ում եք քվեարկելու։ Մի հատ ամեն դեպքում պղպեղները բարձրացրեք, ես ինձ լավ զգամ։ Մխիթար եք Արսենին։ Պատրաստ է մնաց։ Պատրաստ է։ Ասեմ, որ շատ քիչ ժամանակ է մնացել մեզ։ Շատ լավ։ Սա պետք չի, չէ՞ արդեն։ Մենք այսպես ընկույզը ճզմում ենք ուղակի, ոչ թե ջարդում ենք, ոչ թե կտրատում ենք, այլ ճզմում ենք։ Ոնց, ձեռքով։ Դանակի օգնությամբ եւ բնականաբար ձեռքով։ Ինքը ավելի հյութալից այսպես պիտի լինի։ Ես առանց եթե ժամանակ ունենայի, բժիշկների խորհրդին կհետևեի, անպայման կթրջեի ու կեղևազատեի եւ ընկույզով հարեցինք ու զուգահեռ խոսում են եւ արդյունքում սա որպես աղանդեր տեսա, ասա, բանանը թթվասերով եւ ընկույզով հարեցի միասին ու վրան պետք է ավելացնել ինչներ, որ ամանորի դարչին։ Լսի, ինչ մաքուր է քո խոհանոցը։ Հեսա դու 2 րոպեից չես տեսել իմ խոհանոցը ինչ տեսք ունի։ 2 րոպե անց։ 2 րոպե անց։ Ավելացնում ենք դարչին, սա հրաշալի։ Ամենակարևորը ինչ պատրաստ, դե սա իսկապես առանձին է պետք ուտել, բայց այս երկուսը կարելի է համադրել։ Սա հրաչին խնդրում եմ։ Քանի րոպե ժամանակ ունենք։ Նվեր։ Շնորհակալություն։ Մեզ մնացել է ընդամենը 1.5 րոպե, ասեն իմանաք։ Ընդամենը 1.5 րոպե։ Ընդամենը 1.5 րոպե։ Եվ այդ ընթացքում ես պետք է հիշեցնեմ եւս մեկ անգամ մենք բանանը եւս փոքր ինչ տապակելու ենք, դրա համար արագ շատ արագ։ Խնդրում եմ այնպես արա, որ այս խոհանոցը պիտանի լինի օգտագործման եւս գոնե մեկ անգամ։ Գոնե մեկ անգամ, նվազագույնը։ Բայց ես իմ ժամանակի մեջ եմ տեղավորվում։ Ես պետք է արդեն հայտարարեմ ժամանակ, այնպես որ վերջին պահերը ավելի արագ։ Ես քեզ ուղղակի ափսեկը տամ, որ դու խնդիր չունենաս դեսերտի համար։ Նորմալ է սա։
Ես մեծը կգերադասեմ։ Սրանք մեզ համար։ Սա աղանդերիդ համար։ Գնա քո տուն։ Ինչ է օգնելու։ Իհարկե կա։ Հանգիստ նստիր։ Թշնամու դաշտում այդտեղ չի կարելի։ Եվ այսպես մեր ժամանակը մոտենում է ավարտին։ 10 վայրկյան հետո մենք պետք է արդեն հայտարարենք վերջ ու ասենք ժամանակ։ Հաշվում ենք միասին 10-ից մինչև 1-ը։ 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 ժամանակ։ Բարև ձեզ։ Հազար բարև։ Ինչպես եք։ Շնորհակալ եմ։ Թող տանը Ցորենի նման մնայուն։ Այո։ Ցորենի նման խորհրդանշական։ Խնդրում եմ ներկայացնես, թե ինչ ենք համտեսելու։ Մի բան, որից հոտ չի գալիս, ոնց կարելի է համտեսել է, Սխտորին սովոր մարդը դժվար է ընկալել, շատ ավելի նուրբ հոտերը։ Համտեսելու համար վստահ եմ մեզ պետք կգա դանակ եւ պատառաքաղ։ Դու սովորել ես, չէ՞, տանը ինչպես են օգտագործում դանակը պատառաքաղը աչով, Ավանում սովորեց, այո, դրա։ Արց, մի բան եմ խնդրում, ես գիտեմ քո մեծ սերը իմ հանդեպ, հիմա կուզեմ ցինիզմից անցնես ու հումորից ու այն ամեն ինչից, ինչ որ առհասարակ վերջին 20 րոպեներին տեղիներ ունենում, ռեալ, ճիշտ, օբյեկտիվ գնահատական եմ խնդրում քեզ։ Ես դրա համար եմ այստեղ, Հրաչ ջան։ Ես կտամ։ Քո վրա նույնիսկ կասկածներ չունեմ, բայց Արսենի դեպքում դա պարտադիր է խնդրելը։ Ուրեմն ասենք հանդիսատեսին հետևյալը։ Նայում եք Արսենի դեմքին ու հասկանում եք լրիվ հակառակը։ Լավ։ Փորձիր Արսեն։ Որն է, կարելի է ուտել, թե հետոն չգիտեմ ինչ կլինի, բայց կարելի է ուտել։ Եթե մթերքներից Հետևանքները 3 ժամ հետո մենք կզանգենք քեզ։ Հիմա ես եմ ասում։ Հա, լավն է, իսկապես։ Նախուտեստ ըստ Հրաչի։ Հազարի տերևները ձեռքով պատառոտել, ավելացնել կես գլուխ շերտատած սոխը, եգիպտացորենի հատիկները, համեմել գինու եւ բալզամիկ քացախներով, աղ ու պղպեղով։ Լյարդի 2 կողիկ մանրեցնել, լցնել բանջարեղենի վրա, խառնել։ Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Շնորհակալ եմ։ Տաքուտեստ ըստ Հրաչի։ Լյարդի թաղանթը հեռացնել, գլուխ սոխի հետ գործիքով մանրեցնել, ալյուր ավելացնել, համեմել։ Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ճաշի գթալով լյարդի խճողակից բլիթներ ձևավորել, 2 կողմից տապակել։ Շատ լավն է։ Դու սրան ասեցիր, որ սա դեսերտ չի։ Հա, դեսերտ չի, լավն է ուղղակի։ Աղանդեր ըստ Հրաչի։ Ընկույզը տանակի կողքով ճզմել, բանանի շերտերը կարակով տապակել, սոուս պատրաստել հարելով թթված սերը, շաքարավազն ու դարչինը։ Բանանի շերտերին սոուս լցնել, ընկույզ շախտել։ Ձանք չունի, ձերքը քարի տակա։ Բացեք դուռը։ Հա, բարև ձեզ։ Երաժշտություն տրամադրություն։ Դուրել չունի, ինչպես հասկանում ես, ձերքը քարի տակա։ Համեցեք, Սա մեր սեղանից ձեր սեղանին դուք ունեիք խնդիր առհասարակ պարագաների հետ։ Շնորհակալություն։ Մի անգամից հասկացանք, երբ տանը մենակ ես լինում, անընդհատ մենակով փարթիներ ես կազմակերպում։ Ինքդ քո համար։ Ինքդ քեզ սպարում ես, երգում ես եւ քեզ միշտ օգնում է հայելին։ Չէ։ Որպեսզի մենակ չլինես։ Լինես ինքդ քեզ հետ։ Առհասարակ իրեն օգնում է միայն հայելին։ Միշտ։ Ինքնասիրարված մարդկանց դեպքում դա այդպես է։ Այ Հրաչ, ախր նենց բան ասա, որ հավատան, հասկանում ես, դու արդեն այդ իմիջը ունես հեռուստատեսային, որ ամեն ինչ Արսեն ջան, ես քեզ խնդրում եմ ուղղակի դու սովորիր ոչ միայն նայել, այլ նաև տեսնել։ Դու հիմա ուղղակի նայում ես հանդիսատեսին, դու պիտի սովորես տեսնելը դա։ Գալ, ասեմ ավելին։ Հրաչ ջան, մի կտոր հիմա կեր։ Հիմա ջան, ես արդեն քիչ-քիչ հեռանում եմ քո տնից, որովհետև դու հասկանում ես, նույնիսկ սեղանի մոտ ինձ տեղ։ Որ կյանքը հրաշալի է։ Լսի, մի փոքր էս կողմ արի, մի փոքր հյուրասեր եղիր, մարդուն հրավիրիր։ Ու իրականում տանն էլ է այդպես միջանցքում է հյուրասիրում։ Միջանցքում է մարդը կանգնած։ Արիներ,
Արի հյուրասենյակ։ Լավ է դու ասեցիր, թե չէ ասելու էին կրկին ես, կրկին պայմաններ եմ ուզում։ Դու հանգիս եղիր, սա մեր բնակարանը մենք 1 ժամով իրեն վարձով էինք տվել։ Ես ինչպես հասկանում եմ, դա զգում եմ։ Այս հեքիաթը մի ժամ հետո կվերջանա ու ինքը էլի անդուն Լիմոնը մի կմնա։ քիչ շատ անեմ դեմքի տարտարությունը։ Դու հասկանում ես, որ լիմոնը դու դեմքիս ես անում, ոչ թե այդտեղ։ Խնդրում եմ ինձ մի խնայիր կիտրոնը։ Ես նաև շատ կուզենայի ձեր բնականում պատարակախ լիներ, որով կարելի է ուտել։ Ուզում եմ նկատես, որ կիտրոնը ինքը ճզմեց առանց ձեռնոցների, իսկ մինչ այդ ինչ որ ստերիլ խաղեր էր Դու խաղում։ գիտես, դա կոնկրետ հայկական ձևեր են, իսկ շերտից յուրաքանչյուր խոհարար աշխատում է ձեռքերով, որպեսզի կարողանա ամբողջ ջերմությունը ու տեստին հաղորդել։ Իհարկե։ Տաքուտեստ ըստ Արսենի։ Թասի մեջ սոյայի սոուս լցնել, ճզմած սխտոր ավելացնել, լցնել մանր կտրտած լյարդը, համեմել սև պղպեղով, մի քիչ ձիթայուղ լցնել, խառնել։ Լյարդի կտորները հաճախակի խառնելով 5-ից 6 րոպե տապակել։ Ընթացքում կտրտած սոխ եւ ծիծակ ավելացնել։ Վերջում կիտրոնի հյութ ցողել։ Վարդենիկ յուղը այս դեպքում իօգուտ։ Գիտես ինչ, այս դեպքում միակ դեպքն է, որ իր գյուղի արմատները ճիշտ ուղղությամբ են տարել իրեն։ Միակ դեպքը չէ, շատ դեպք։ Ձուն։ Նախուտեստ ըստ Արսենի։ Հազարի տերևները մասնատել, ձու հարել, կտրտած ռեհան, նանա եւ աղ ավելացնել։ Ծվածեղ պատրաստել, դնել ափսեի մեջ, վրան թթվասեր լցնել, զարդարել կանաչիով եւ եգիպտացորենի հատիկներով։ Դեսերտ։ Ինչոր ջրիկ գոբլին։ Արժան, գիտես ոնց այն որ նոր տուն են ունենում ու տպավորությունը որ ափսե բան չկա, ինչի մեջ կարողանում են մատուցում են, հիմա ձեր մոտ դա է։ Կարևորը հյուրընկալ են լինում։ Ճիշտ է, միջանցքում շատ հյուրընկալ էր։ Լավն է, չէ՞։ Հոյակապ։ Աղանդեր ըստ Արսենի։ Բանանը, շաքարավազը, թթվասերն ու ընկույզը գործիքով միասին մանրեցնել։ Լցնել վարդակի մեջ, դարչին շաղթալ, զարդարել ընկույզով։ Ժամանակն է, որ ձեր ձայները տակ Հրաչին կամ Արսենին, պղպեղ կամ լոլիկ։ Քվեարկում ենք։ Այսօրվա համեղ մենամարտի հաղթող է ճանաչվում Հրաչ Մուրադյանը, որին շնորհավորում է Արսենը։ Շնորհակալ եմ։ Ստիծով, արցում։ Չէ, Արս, գիտես ինչ։ Թող սա լինի իմ ու քո մեջ ամենաչնչին այսպես բանը եւ յուրաքանչյուր բան, որը պիտի հաղթանակ ունենա, սրանից հետո քո հաշվեկշռին թող լինի։ Խնդիր չունեմ։ Շնորհավորում եմ, ձայնդ տակտեղից է գալիս, բայց այնուամենայնիվ նա հուզված է, սիրտը մխկտում է։ Եվ այսպես հարգելի հանդիսատես, այսօր ճակերտավոր բարի մթնոլորտ էր մեր տաղավարում։ Հանդիպեցին երկու ընկերներ։ Տեղի ունեցավ հերթական համեղ մենամարտը, իհարկե, համեղ ավարտով։ Ես ձեզ պետք է հրաժեշտ տամ, կհանդիպենք հաջորդ շաբաթ հանրայինի եթերում, ձեզ հետ Արա Ղազարյանն էր։ Ցտեսություն։